Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ մարտի 29։ Թեև ինքը որդի էր, բայց իր չարչարանքների միջոցով հնազանդություն սովորեց։ Եբրայեցիներին 5:8։ Մեզ ասվում է այն մասին, որ մեր փրկության առաջնորդը կատարյալ է դարձել չարչարանքների միջոցով։ Այդ պատճառով մենք կատարելությունից հեռու մեղսավորներս իրավունք չունենք զարմանալու, որ նույնպես կոչված ենք չարչարվելու։ Միթե արդար է, որ գլուխը պսակված լինի փշերով, իսկ մարմնի մյուս անդամները երանություն վայելեն շքեղ հագուստներով, որ Հիսուսը ստանա կյանքի պսակը, անցնելով սեփական արյան հոսքով, իսկ մենք երկինք բարձրանանք բյուրեղապակյա կոշիկներով։ Մեր փրկչի փորձառությունը հուշում է, որ ճշմարտապես ի վերոս ծնված Աստծո զավակի համար չարչարանքները պարտադիր ու անխուսափելի են։ Նրանում, որ Հիսուս Քրիստոսը կատարելության է հասել չարչարանքների միջոցով, կա մի մխիթարող միտք. նա կարող է լիովին կարեկցել մեզ, երբ մենք ինքներս խմելու լինենք դառը գաղվաթից։ Ոչ թե այնպիսի մի քահանայապետ ունենք, որ չկարողանա մեր տկարություններին կարեկից լինել։ Քրիստոսի այդ կարեկցանքի մեջ կազդուրող զորություն կա։ Մարտիրոսներից մեկը ասել է. «Ես կարող եմ դիմանալ ամեն ինչի, քանի որ Հիսուսը չարչարվել է անձամբ եւ չարչարվում է իմ մեջ հիմա։ Նա կարեկցում է ինձ իմ տառապանքների մեջ եւ դա ինձ ուժ է տալիս, իմ հավատացյալ ընկեր։ Այս մտքին վերադարձիր ամեն անգամ, երբ չարչարվում ես։ Թող Հիսուսի մասին միտքը ամրացնի քեզ խաչի ճանապարհին, իսկ նրա կարեկցանքը քեզ համար հենարան եւ օգնություն դառնա։ Հիշիր, ճշմարտության համար չարչարվելը մեծ պատիվ է, իսկ Քրիստոսի համար չարչարվելը մեծ փառք։ Առաքյալներն ուրախանում էին, որ արժանի էին համարվել այդ չարչարանքին, այն որ Տերը մեզ շնորհ է տալիս չարչարվել իր համար եւ իր հետ ցույց է տալիս, թե մենք որքան թանկ ենք նրա համար։ Քրիստոնյայի չարչարանքները նրա թանկարժեք գանձերն են։ Աստծո բոլոր օծյալների տարբերանշանները, փորձանքները, դառնություններն ու վշտերն են։ Մի խուսափեք այդ պատվից։ Փորձանքները բարձրացնում են մեզ, իսկ վշտերը երկինք են հասցնում։ Եթե տառապենք, նրա հետ էլ պիտի թագավորենք։